Ողջույն գործարարիք եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում, եթերում է Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ, թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոզյան։ Խոսենք հայ մտքի գիգանտներից մեկի մասին, ով այդ արհավիրքային այդ ժամանակաշրջանում կարողացել է մեծ գործ կատարել, հանելով հայ երաժշտությունը գյուղերից, բանավոր այդ ավանդույթի կրող այդ անկյուններից հանել եւ դարձնել ընդհանուր հայ ինքնության անբաժան մի մասը այդ երաժշտությունը, խոսքը Կոմիտասի մասին է, առավելապես ինչին վերաբերում է հարցս Կոմիտասի գործունեության մասին, քանի որ նա այդքան էլ մշակութային վակուումում չէր աշխատում, այլ ընդհանուր մի հատ մշակութային կաղապար կար էլի, որը Օսմանյան կայսրությունում այդ իսլամական Օսմանյան այդ մշակութային կաղապարներ եւ իմ հարցը հետեւյալն է, արդյոք ինչպես է դա նրան խանգարել կամ ազդել գործունեության վրա, ինչ խոչընդոտների է հանդիպել այդ գործունեությունն իրականացնելուց, ֆիզիկապես ինչպես է իրականացել օրինակ այդ գործունեությունը, գյուղերով պտտվելը։ Կոմիտաս վարդապետը բազմակողմանի մարդ էր, միայն երգեր հավաքող եւ կամ երգեր հորինող ստեղծագործող մարդ չէր, այլ բազմակողմանի աշխատանքներ ուներ, անգամ բանաստեղծություններ ունի ինքը, եւ դասավանդել է, օրինակ երաժշտություն է դասավանդել, անգամ բարեր է գրի արել ինքը եւ այլն։ Կոմիտաս վարդապետի հետ կապված, երբ որ ասում ենք, որ գյուղերից երգերը հավաքել եւ այլն, սա պետք է այսպես հասկանանք, այն ժամանակ ռադիո չկար, հեռուստատեսություն չկար, ձայնագրիչ չկար, որևէ բան չկար, այդպիսի բաներ, եւ մարդիկ իրենք էին երգում, այսինքն այն, որ ժողովրդական երաժշտություն ենք ասում, իսկական ժողովրդական էր, այսինքն ժողովրդից ճայլ աղջիկ օրինակ կամ հոտաղ եւ այլն, այդ մարդիկ աշխատանքային երգեր ունեին, բարելու երգեր ունեին, հարսանիքի երգեր ունեին, գային երգեր իհարկե, որոնք շարունակվում էին։ Իմիջիայլոց Կոմիտասը դրա հետ կապված բան ունի, հոդված էլ ունի, այնտեղ բացատրում է, որ այսինքն եթե մի երգ լավ էր ստացվում, մի ուրիշն էր երգում նույն երգը, բարերը փոխվում էին եւ այլն, գուցե նաեւ եղանակն էլ ինչ որ չափի փոխվում էր, բայց դա շոնը արդեն բոլորն են մոռանում էին, թե առաջի հեղինակը ով էր եւ առաջի տեսքը ոնց էր այս երգի, բայց հիմնականում ինչ որ բանի հետ կապված աշխատանքի ժամանակ եւ այն կամ դարդից եւ մարդիկ երգում էին, երգ էին ստեղծում, իրենք էքսպրոմտ ինչ որ երգ էին, ասենք փոքր աղջիկ աշխատելու ժամանակ այդ բանը սկսում էր ինչ որ իր դարդի հետ կապված կամ սիրո հետ կապված մի հատ երգ ստեղծել եւ հիմնականում ասենք այդ երգերը ձնվում էին ու միանգամից վերանում էին, ինչպես ասեցինք, կային շատ քիչ երգեր, որ շարունակում էին ու ձևափոխվելով, սա էր իրականում խնդիրը, այսինքն այնպես չէր, որ երգեր են գոյություն ունեցել, որ ամեն մարդ երգել է, ոչ, ամեն մարդ իր երգն է երգել, եւ Կոմիտասը փառք Աստծո Կոմիտաս ունեցանք մենք եւ Կոմիտասը գրի արավ այդ երգերի մի մասը, իհարկե մի փոքր մասը, այն ժամանակ, երբ որ արդեն վերջի ժամկետներ, դրանից հետո արդեն 15 թվականը եկավ եւ թե երգերը վերացան, թե այդ երգողները վերացան, ինչպես գիտենք։ Իհարկե իր այդ հավաքած երգերից մեծ մասն էլ կորավ, այսօր անգնահատելի է, չգիտենք ինչ է կատարվել նրանց հետ, մի մասը մնաց եւ այդ դրանցով մենք ունենք հայկական ժողովրդական երգեր։ Նաեւ պետք է շեշտել, որ Կոմիտաս վարդապետը աշխատել է հիմնականում Հայաստանի արևելյան տարածքում, այսինքն այսօրվա Հայաստանի եւ մի քիչ էլ ասենք Արևմտահայաստանի այս արևելյան կողմերի տարածքում, իրեն օգնել են նաեւ իր ընկերները, որոնք ասենք
արձակուրդի դուն գնալու ժամանակ դու Կոմիտասը իրենց հանձնարարել է որ անպայման երկեր գրի կառնես ու կբերես ինձ համար իրենք էլ արել են այդ բաները եւ դրանով էլ հարց ստացել է բացի այդ ինքը գնաց հետագայում իհարկե ինչպես գիտեք թողեց Էջմիածինը եւ գնաց Կոնստանտինոպոլիսում սկսեց շարունակել իր աշխատանքը մեծ երգչախումբ ստեղծեց 300 հոգանոց երգչախումբ ստեղծեց այդ երգչախումբի հետ համերգներ տվեց բացի այդ ուրիշ տեղեր էլ գնաց օրինակ Ձնդավայր Կուտինա գնաց եւ այնտեղ էլ երգեր հավաքեց դարբեր տեղեր մինչեւ ասենք Եգիպտոս Ալեքսանդրիա եւ այն գնաց եւ ինքը ուր որ գնում էր այնտեղ եթե մի քիչ ավել էր մնում մի քիչ երկար էր մնում երկարը ասենք թե մի ամիս օրինակ վրաց մի հատ երգչախումբ էր հիմնում այդ երգչախումբին շատ արագ երգեր էր սովորացնում եւ համերգ էր տալիս այսինքն այսօրվա պայմաններով անգամ չտեսնված բան է դա իսկ այսինքն ոչ մի խոչընդոտի չեր հանդիպում ասենք Օսմանյան կայսրությունում էր քանի որ աշխատում այդ զուտ այդ առիթով հետաքրքիրը ինչ է խոչընդոտներ լինում էին շատ չէ բայց լինում էին սակայն խոչընդոտը չէր լինում Օսմանյան կայսրության կողմից պետության կողմից այլ խոչընդոտը լինում էր համայնքի կողմից կային մարդիկ, ասենք հոգևորական էլ, ոչ հոգևորական էլ, այս վերջի ժամանակներ շարունակ հոգևորականների անունն են տալիս, իհարկե, բայց ոչ միայն ասենք թե մի հոգևորական, երկու հոգևորական չեն, այլ նաև աշխարհիկ մարդիկ էին, որ դեմ էին իր այդ գործունեությանը, հատկապես խնդիր էր հարուցում այն բանը, որ ինքը փորձում էր հոգևոր երաժշտությունն էլ բեմի վրա ներկայացնել այդ էր խնդիրը այո դա խնդիրներից մեկն էր գամ հոգևոր երաժշտությունը բանի ասենք դիսկերի վրա ձայնակրում էր ինքը եւ մարդիկ դա ասենք դնում էին լուսամուտի մոտ ամբողջ փողոցը լսում էր այդ երգը եւ այլն այսինքն իրենք ընկալում էին թե հոգևոր երաժշտությունը փողոց է ընկել դա իր դեղը չէ հոգևոր երաժշտությունը բայց ընդհակառակը հոգևոր երաժշտությունը դա երաժշտություն չէ առաջերտին դա առաջերտին աղոթք է իսկ աղոթքը այո ամենտեղ պետք է լինի աղոթքը ամենավատ տեղերն էլ պետք է Երանի այդ վատ տեղերը աղոթքը հասնի ամեն մի ցակուցուկ մտնի աղոթքը Երանի կասենք իհարկե մարդիկ ամեն տեսակ մարդ կա իհարկե բայց նաև պաշտպաններ ուներ շատ հզոր պաշտպաններ էլ ուներ Կոմիտաս վարդապետը եւ իր մեջքին կանգնած էին եւ դրանից նաև տեսնում ենք որ այդ Կոմիտաս վարդապետի դեմ խոսողները թույլ էին քիչ էին եւ այս մյուս կողմը ավելի ուժեղ էր եւ ամբողջ ժողովուրդը իր մեջքին կանգնած պաշտպանում էր Կոմիտաս վարդապետին ինքը իր գործը անում էր իր գործը անել այդ ընթացքում ամենահետաքրքիր բանը այն է որ երբ որ Գուտինա գնաց հատկապես իհարկե իրեն նաև ուղարկում էին երգեր ինչպես հայերեն երգեր նաև թուրքերեն երգեր էին ուղարկում իրեն ինքը դա էլ էր հավաքում երբ որ Գուտինա գնաց այնտեղ մնաց ինչ որ ժամանակ այնտեղ հավաքակչական աշխատանք կատարեց եւ կատարեց այնպես այն ժամանակ դեռ 100 տարուց ավել է իհարկե որը ասենք վերջի տասնամյակներում նոր հատկապես այս տարածաշրջանում մարդիկ երաժշտագետներ կատարում են կամ օրինակ սովետական ժամանակ ասենք 30-ական 40-ական 60-ական 70-ական թվականներին մինչև այսօր էլ կատարում է իհարկե ինչ որ երաժշտագետներ կատարել են Հայաստանում այս Հայաստանում արևելա Հայաստանում ինքը արեց Գուտինայում եւ ես տա մի թուրք երաժշտագետին ցույց էի տվել շատ զարմացել էր ասեց այս մարդը արել է այնպիսի բան ասում է այնպիսի գիտական աշխատանք էր դա այնպիսի գիտական աշխատանք որ մենք այսօր նորը սկսել ենք այս ծևի աշխատել այնտեղ մարդկանց երկացնում էր եւ թուրքերեն երգեր էր հավաքում թուրքական երաժշտություն շարքներ եւ թուրքիներ այսինքն ժողովրդական երաժշտություններ անոնիմ եւ ոչ անոնիմ իհարկե դարբեր մարդկանցից եւ ինքը անպայման գրում էր թե ով է երգում այդ երգը կային մարդիկ որ 2 3 4 երգ էին իրեն ներկայացնում կար մարդ որ մի երգ էր իրեն ներկայացնում ով էր երգել եւ այլն եւ այդ ամեն ինչը ինքը հավաքել էր ես դրանք բանում իր արխիվում գտել եմ դե ես
միայն թուրքագետ չեմ, ես նաև երաժիշտ եմ եւ կոմիտասագետ եմ, կոմիտասի ժանրությամբ եմ զբաղվել տարիներ շարունակ։ Ես դրանք բոլորը վերցանել եմ եւ հավաքել եմ կոմպյուտերից մեջ, գրել եմ բանով, այսինքն հատուկ պրոգրամ կա երաժշտական եւ պիտի հրատարակեմ, ժամանակ որ գտնեմ մի քիչ հրատարակել եմ։ Սակայն ինքը նաեւ ուրիշ բանն է, ինչպես գիտեք, կոմիտասը նաեւ ուսանեց Գերմանիայում, Բերլինում։ Իհարկե միշտ ասում է Բերլինի չգիտեմ որ կոնսերվատորիայում եւ այլն, ես պիտի հուսախապավեմ բոլորին, բայց դա ոչ մի կերպ նսեմացնող հանգամանք չէ, ինքը ուսանեց անհատական դասեր վերցրեց ինչ որ երաժշտագետի մոտ եւ ինչ որ կոնսերվատորիա եւ այլն չի ավարտած կոմիտասը եւ հուսախապանեմ նաեւ այն բոլորին, որոնք ասում են որ Կոմիտասը քրդերեն երաժշտության մասին թեզ է գրել դիպլոմային աշխատանք չկա այդպիսի բան դա քրդական երաժշտության այո սխալ հասկացություն է ինչ որ խնդիրները խառնված են բայց դա արդեն մասնագիտական խնդիր է այստեղ բան չանա եւ ինքը այդ 3.5 տարի սովորեց այնտեղ բայց նաև համասարանում է սովորեցի միջակայքում։ Ընթացքում քրդական համայնքից էլ է երկեր դուրս բերել։ Ինքը երբ որ Գերմանիայում այդ երաժշտական կրթությունը ստացավ, դա բազմակողմանի կրթություն էր, միայն ասենք երաժշտություն, երկել դաշնամուր նվագել չէր։ Շատ խորը բազմակողմանի կրթությունը ստացավ ինքը եւ ինքը հմտացավ տարբեր ոլորտներում եւ դա հմտացավ նաեւ ֆոլկլորի մեջ այսինքն ժողովրդական երաժշտությունները ուսումնասիրեց ինքը նաեւ ինքը գրատարան էլ ուներ չնայած ինքը շատ սուղ պայմաններ ուներ ասենք ինչպես շատ դարածված է այդ բաթմությունը թե ինքը ուտելու հատ չուներ դա դասախոսը նկատում է դա եւ այն օգնում է իրեն բայց այդ սուղ պայմաններով անգամ ինքը գրքեր էր առնում չնայած այդ գիրք ասված այն ժամանակ թանկ բան էր բայց ստիպված առնում էր եւ այսօր մենք Կոմիտասի գրադարանը այո այստեղ է Երևանում է գտնվում եւ այնտեղից էլ կարելի է տեսնել թե ինքը ինչ բաների է հետևել եւ իր այդ գրքերի մեջ նաեւ նշումներ ունի դա էլ հետաքրքիր է եթե ինչ որ երաժիշտ մեզ դասում է ես կանցնարարեմ որ ինչ որ մեկը աշխատանք տանի այդ առումով որովհետեւ դա հետաքրքիր բան է ուսումնասիրելու համար հատկապես երաժշտագետները եւ այնտեղ նշումներ կա օրինակ անգամ ուղումներ ունի գրքի մեջ այդ գրողն էլ բադական մարդ չի իհարկե այն ժամանակ ընդհանրապես այսքան դեպակրությունը շատ մատչելի բան չէր մարդիկ այդ գրքերը գրողները ճանաչված մարդիկ պրոֆեսորներ եւ այդ պրոֆեսորի գրած գրքի մեջ ուղումներ է արել Կոմիտասը ասենք օրինակ ռումենական եթե սխալ չեմ հիշում երաժշտության հետ կապված ասում է ոչ այդպես չէ սա է ռումենական ժողովրդական երաժշտության լատը այսպես է ասում է եւ ինքը ուսումնասիրել էր նաեւ քրդական երաժշտությունը, թուրքական երաժշտությունը, արաբական, բարսկական, վրացական եւ այլն եւ կան բադարիկներ կան իր ծերակիրների մեջ այնտեղից երևում է եւ այսինքն ինքը այդ ռումինական բնակչության բնակման արեալում էլ է նման դաշտային հետազոտություն կատարել բայց ուսումնասիրել է ռումինական երաժշտությունը այսինքն երաժշտությունը ինքն է ուզում պայման չէ այնտեղ գնալը դու այդ երաժշտությունը կարաս ուրիշտեղ լսես չէ ասենք հա կարծում եմ ուղղակի Երևանում նստած թուրքական երաժշտություն կարող տեսել չէ այն ժամանակ ասենք ավելի քիչ էր գարելիությունները սակայն այնուամենայնիվ ու փոփոխությունը կարա շատ մեծ լինել հատկապես գրավոր եւ այլն գրքեր բաներ եւ չմոռանանք որ այդ Բերլինի տարիների ընթացքում ինքը գարելիություններ նաեւ գրադարաններ մտներ միայն այդ գրքերը չէր ինչ որ ինքը գնել էր եւ իր գրքերները նաեւ գրադարաններից էր օգտվում ինքը եւ ինչպես ասացի բազմակողմանի երաժշտական գրթությունները ստացել այնտեղ այդ դասերը որ տեսնենք ով որ տեսնե եթե երաժիշտ է կհասկանա դա եւ այսինքն ուսումնասիրել էր
եւ ոչ միայն այս տարածաշրջան, այլ բալկանյան ժողովուրդների եւ այն երաժշտությունը, ես վստահ եմ, որ նաեւ գերմանական երաժշտությունը եւ այդ ընթացքում նաեւ ինքը ստեղծագործել էր գերմանական երաժշտության ոճով ունի ինքը երգեր դաշնամուրի ընկերակցությամբ խմբերքեր Edo դաշնամուրի ստեղծագործություններ քարային լարային քարյակի համար կամ օրկեստրի համար ամենը գերմաներեն այո այդ ամենը գերման նշումներն էլ գերմաներենն են անուններն էլ գերմաներեն են եւ երգերը որ բանաստեղծություն է պետք չէ եւ դրա համար օգտվել էր ճանաչված գերմանացի բանաստեղծների ստեղծագործություններից Գյոթեից օրինակ նաեւ ոչ միայն Լենաու եւ այլն եւ այո եւ երգերն էլ գերմանական երաժշտական ոճով են եւ ես դրանք էլ դուրս եմ գրել եւ առաջի աշխարհի դեբյուտն եմ արել այդ երգերի մեներկերի դաշնամուրի ընկերակցությամբ եւ հետո գրգնել եմ դա քանի անգամ դարբեր տեղերում թե Կոստանդնուպոլսում թե Երևանում Էջմիածնում եւ այն ու հետագայում նաեւ հրատարակեցի այդ բաները 270 էջ A4 ֆորմատի 270 էջ անգամ ես չի պատկերացնում որ այդքան մեծ է լինելու բայց բավականին կան եւ ինչպես ասենք դա հրատարակել եմ ես թուրքերենները դեռ սպասում են որ մի օր ժամանակ գտնեմ ու նստեմ ավարտին հասնեմ այսինքն այդ գերմանական երաժշտությունը գերմանական ոճի երաժշտությունը իր հեղինակացներ ոչ թե ժողովրդական այսինքն իր հեղինակացներ հա բայց երևի իրենց ազգային երաժշտության ոճով այդ դրանք ինչ որտեղ հիմա հայտնի են երգվում են նվագվում են թե ես եմ ներկայացրել ես եմ երգել դե հիմա հրատարակված է էլ մարդիկ առնում են այո կան երաժիշտներ որ օգտվում են այդ բաներից այդ ստեղծագործությունից իսկ ոչ միայն այստեղ նաև այնտեղ դա ինչ որ հայտնիության շրջանակ ունի դժբախտաբար դե գիտեք ես դա բավականին ուշացրել եմ այդ հրատարակությունը եւ հենց դրա համար ես ավելի շատ ուզում եի որ դա Գերմանիայում հրատարակվի շատ հզոր բան կլիներ դրա համար եւ Կոմիտասը այն ժամանակ ճանաչված էր երաժշտական շրջանակներում ասեր այն ժամանակ հատկապես այս տարածաշրջանի երաժշտության գլխավոր մասնագետներ ինքը եւ այդպես էլ ընդունվում էր եւ հայկական երաժշտությունը ճանաչվեց այն ժամանակ Կոմիտաս Վարդապետի շնորհիվ սակայն դժբախտաբար 15 թվականից հետո ամեն ինչ նորից մոռացության մատնվել թե Կոմիտաս Վարդապետը թե հայկական երաժշտությունը եւ դրանով կարող էր հայկական երաժշտությունը նորից ճանաչվեր նորից լսվեր գերմանացի կամ եվրոպացի ընդհանրապես երաժշտագետների կողմից սակայն ես չկարողացա գաբեր ստեղծեի ու տենց էլ մնաց երկար տարիներ հետո վերջում ես որոշեցի որ դե եթե Գերմանիայում չէ ուրեմն ես ստեղ եմ հրատարակում ու վերջացա եւ 3 գիրք եմ հրատարակել դրանով այսինքն մի գիրքը Կոմիտասի այդ նույն բաները, նույն ստեղծագործությունները գերմաներենով, մյուսը հայերենով, նույնը, մի հատ էլ Թուրքիայում հրատարակեցի թուրքերենով։ Այսինքն նույն բանը 3 տարբեր լեզուներով հրատարակվեց։ Այսինքն իր հեղինակած երաժշտությունն այդ նույն գիրքը, նույն գերմաներեն երգերը։ Հա, ես կարծեցի հավաքագրած հայկական երաժշտության մասին է խոսքը։ Հիմի հայկականի հետ ես չեմ սպառվել հայկականը անողներ կան թող անեն պայման չի ես էլ քիթս կողեմ ամեն ինչի մեջը ես առավելություն ունեմ այն առումով որ ես Կոմիտասը մի քանի լեզուներ գիտեր ինքը գիտեր հայերեն գիտեր թուրքերեն եւ գերմաներեն եւ հավանաբար նաեւ ռուսերեն այստեղ չեմ առանում սովորել էր երևի նաև ռուսերեն այն ժամանակ նաև ցարական շրջան էր չէ ֆրանսերեն երևի քիչ թե շատ իմանում էր սակայն ոչ այնքան կատարյալ որովհետև իր համար թարգմանվում էր իր ասենք ելույթները եւ այլն եւ ես այդ 3 գլխավոր լեզուները
այդ լեզուներով էլ ինքը հիմնականում ստեղծագործել է, աշխատել է թուրքերենով, հայերենով եւ գերմաներենով, այդ 3 լեզուները ես էլ գիտեմ։ Մայր լեզվի նման, հայերենի նման, գերմաներեն էլ գիտեմ, թուրքերեն էլ գիտեմ, դրա համար ինձ համար հարաբերություն էր։ Ես մի անգամից կարողացա մտնել իր արխիվի մեջը եւ այդ բաների վրա աշխատել, այդ ժառանգության վրա աշխատել, դե գերմաներենը, թե թուրքերենը, այսինքն թե երաժիշտ եմ, թե այդ լեզուն գիտեմ, դրանից լավ ինչ։ Այդ պատճառով ինձ համար շատ հեշտ էր, գուցե նաև կարելի ասել միակ մարդն էր, այսինքն եթե մի երաժիշտ աներ այդ գործը, պիտի նաև գերմաներեն իմացողից կամ թուրքերեն իմացողից օգնություն ստանար եւ այլն, ես որպես մի մարդ, թե լեզուն, թե որպես երաժիշտ կարողացա դա անել, դա ինձ համար դա մեծ առավելություն էր իհարկե, պետք է դա ասել։ Իսկ երբ խոսեցինք թուրքական, խոսեցինք նաև որ նա թուրքական երաժշտությունը չէ, գրի արել, այսինքն էլի այդ բանավոր ավանդույթից բերել այդ գրի առնալ դաշտ, հիմա հետաքրքիր է այսօր Թուրքիայում այդ իր կատարած աշխատանքի արդյունքները երևում են, այսինքն կան երկու։ Ոչ իհարկե, ինչպես որ Հայաստանում չգիտեն դրա մասին, Թուրքիայում էլ չգիտեն իհարկե դրա մասին, սակայն իմ հասանք հոդվածների բաների շնորհիվ մարդիկ ինչ որ բաներ իմացան, ասենք Գոմիտասը միայն այդ երգերը չէ որ հավաքագրել էր Կուտինայից, այլ նաև ինչպես ասացի իր ընկերները եւ այլն ուղարկել էին իրեն նաև երգեր, դրանք էլ կան, բացի այդ ինքը օրինակ ձայնակրել էր նաև Երևանում երգվող ազանը, այսինքն աղոթքի գանչը իսլամական որ մինարետից գանչում են, այսինքն տարբերվող ինչ որ բան կար, թեթև տարբերություններ կան։ Դու պարսկական միջավայրեր չէ ստեղ։ Այո, այսինքն տարբերությունը դրա Թուրքիայի համար տարբեր է իհարկե։ Բացի այդ ինքը նաև ստեղծագործել էր թուրքերեն երաժշտություն, բայց որ նայում ենք բազմաձայն երաժշտություն, թուրքական երաժշտությունը միաձայն էր մինչև բազմաձայն էր, բայց ինքը արդեն ստացել էր այդ կրթությունը, չէ, Գերմանիայից այդ երաժշտական բարձր կրթությունը ստացել էր բազմաձայներով եւ այլն ինչ որ երգեր, ունի նաև մի քանի հատ ստեղծագործություն, իր ստեղծագործությունները, դրանք էլ կան օրինակ Փադիշահին ծոմված, չգիտեմ շարժման բանակին ծոմված, դա բացատրել արդեն երկար կլինի։ Հենց այդ էզում հարցը ինչ ասել է շարժման բանակ։ Ուրիշ պատմություն է դա իտալականների իշխանության գալու ճանապարհի վրա կատարված ինչ որ մի բան է դա, բայց այն ժամանակ լավ էր, այսինքն բանի միաբեդությունից փրկվելու իսլամիստների լուծից փրկվելու հետ կապված էր դա, բայց դա գուցե նաև դա թուրքերեն, հա։ Այո, երկերը թուրքերեն են իհարկե, եւ այն ասենց մի 3-4 հատ բան ունի, իհարկե եթե հրատարակեմ, նրանք էլ պիտի հրատարակվեն, հետաքրքիր կլինի։ Փաստորեն այնուամենայնիվ որոշակիորեն քաղաքական ենթատեքստ որոշ բաների մեջ եղել են ուղղված Օսմանյան կայսրությանը։ Իհարկե այնտեղ մի հատ նամակ ունի ինքը նաև, ինքը գրում է դրանց մասին, ասում է այս ընթացքում ասում է գրել եմ նաև մի երկու թուրքերեն երգ ձոնված, ասենք Փադիշահին եւ այլն, որ գործներս առաջ կնա։ Եթե դա չանեց, գործը առաջ չի գնա Օսմանյան կայսրությունում, Թուրքիայում։ Ում ուղղված նամակ է։ Դա չեմ հիշում, արդեն հիմա քանի տարի առաջ էր, արդեն գրի եմ արել, բան արեցին դրանք սա։ Իհարկե այդպիսի բաներ պիտի անես, որ գործեր դարաճ կնա, էլ չեմ ասում, որ քեզ չխանգարեն, քեզ թշնամի չնկատեն եւ այլն, ինչ որ մի բան էլ մի հատ ոսկոր պիտի գցես։ Գիտեք, այդ ժամանակ այդ բանը անելը, այո, իսկապես գործը առաջ տանելու համար էր։ Դա երևում է ամեն ինչ, եւ նամակել կա, ինքը իր բերանով ասում է այդ բանը, գործերնս առաջ կնա, ասում է, դա եւ չմոռանանք, որ ինքը այն ժամանակ իր համերգների, ասենք երջախումբով համերգներ էր տալիս եւ այլն, ճանաչված էր ոչ միայն
հայկական շրջանակում, այլ նաև թուրքական շրջանակում եւ այդ պետական շրջանակում իր համերգներին գալիս էին ճանաչված մարդիկ, թուրք բանաստեղծներ, քաղաքական գործիչներ, պալատական մարդիկ, ասենք բանը իշխանը գալիս էր իր, ասենք այսօրվա ասած բալելշիկներ Կոմիտասի եւ այն եւ շատ հավանական է որ դա էլ արիթ հանդիսացավ որ ինքը փրկվեց 15 թվականին սպանվելուց իրեն էլ տարան չէ ձերբակալեցին ու տարան հետո թույլտվություն եկավ մի 5 հոգու որ իրենք կարողան հետ վերադառնան դրանցից մեկը Կոմիտաս վարդապետն էր դա էլ մի ուրիշ պատմություն է իհարկե այնուամենայնիվ նա այդ բանի արդյունքում չէ զոհվեց զրկանքների կանք հիմա այդ խնդրին ժողովրդի մեջ այդ ասույթ կա թե Կոմիտասը գժվել էր, խենթացել էր, չգիտես ինչ էր բանման, ոչ։ Շատ հավանական է որ ինքը շիզոֆրենիա ուներ։ Որովհետև ես նաև խոսել եմ հոգեբուժների հետ եւ այդ տվյալները, այսինքն հիմնականում ցույց է տալիս շիզոֆրենիա։ Ինչ օրինակ ինչն է հուշում դրա մասին։ Օրինակ տեսեք այդ ամեն ինչը ի հայտ եկավ 15 թվականին իր ձերբակալության գնալուց գալուց հետո եւ անգամ ականատեսի վկայություններ կան որ արդեն չվերադարձած այնտեղ ինչ որ բաներ առաջ էր եկել իր մոտ սկզբնական շրջանում ինքը իր մասին ասում է որ ինքը ամենասենց ուժեղ կամքով էր ինքը հույսով էր լի մյուսները շատ մարդիկ կային որ ճանաչված մարդիկ իմիջիայլոց կային որ հուսալքված էին մենք մեռնելու ենք եւ այլն Կոմիտասը բոլորին ուժ էր տալիս ասենք երկեր էր երգում եւ այլն բայց գալիս է մի տեղ որ ինքը մի անգամից իր մոտ ինչ որ բաներ էի հայտ գալիս հոգեբուժները ասում են որ շիզոֆրենիայի բաներ են սրանք սակայն շիզոֆրենիան ինչ որ մի պատճառ չի ունենում դա լինում է մարդու մեջ ու մի անգամից ի հայտ է գալիս պայման չէ որ ինչ որ մի մեկը ասենք կոճակը սեղմի ու ինչ որ մի բան պատահի որ ինքը իծնե է էլի լինում այո իծնե հիմնականում իծնե է կամ էլ ու տարբեր ինչ որ հիվանդություններից է լինում շատ կարող է որ իծնե ուներ այդ մարդը եւ հավանական է որ շիզոֆրենիան ինքը կասկածում էր իմիջիալոց ամենամոտ մարդկանց վրա ավելի շատ էր կասկածում ինքը քան ասենք տեսեք հիվանդանոցում նշվում է որ իր ընկերները ցանոթները գալիս են չէր խոսում իրենց հետ սակայն գա դվյալներ որ ասենք այնտեղի հիվանդանոցի աշխատողի մակրոյետ եւ այլն ինքը զրուցում էր այսինքն իրենց մոտ գա որ այն բանը գա որ իրենք մոտ մարդկանցից են կասկածում օտար մարդուց չեն կասկածում դա ես չեմ ասում իմիջիայլոց դա իմ մտքերս չեն հոգեբուժի մտքերն են շատ հավանական է որ շիզոֆրենիա է բայց ինչպես ասեցի դա ամոթ բան չէր իմիջիայլոց մենք շատ ուրիշ մեծեր ունենք որ հոգեկան խնդիրներ են ունեցել եւ հենց այդ հիվանդությունների պատճառով էլ մահացել են եւ այլն հիմա անուններ չտամ Եգմալյանը նույնը ինքն է հոգեկան հիվանդություն ունեցա ինքը իհարկե ուրիշ պատճառներով դրա համար էլ ամոթ ընդունեցին դա եւ ուրիշներ սակայն դա իրենց չի նսեմացնում ոչ մի հիվանդություն ու արհավիրք բարեբախտաբար չխանգարեց նրան այդ մեծ գործը անելուց ու այսօր մենք ունենք այն ինչ որ կարող ենք չունենալ առանց Կոմիտասի գործունեության եւ ինչքան խոսեինք կխոսվեր ամենը առանձին գրի առնված երկի մասին մեծ հաճույքով ու համակուշադրությամբ կցանկանայի լսել բայց այսօրվա հաղորդման համար մեր եթերաժամանակը ավարտին մոտեցավ շնորհակալ եմ զրույցի համար շնորհակալություն հայտնենք նաեւ մեր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին ուշադրության համար դուք դիտում եւ լսում եք գործարարալիքը եթերում էր Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Գաբրիելյանը առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը ստեսություն